մեր գործընկերներից մեկը փուրը տալ արտահայտություն էր արել, դրանից շատ տենց վրդովվել եք, որ դա վիրավորական է, բայց ոնց որ թե չեք նկատում, որ ձեր խոսքի մեջ ասում եք շատ մեծ ուղեղ պետք չի ունենալ հասկանալու համար, ձեր համար դա վիրավորական արտահայտություն չի, եւ արդյոք կարող եմ ես էլ ասենք հակադարձման մեջ այդ արտահայտությունը օգտագործել, ես կարծում եմ դա վիրավորական արտահայտություն է։ Մյուս հարցը, թույլ տվեք ես հարցերս տամ, հետո դուք կպատասխանեք։ Հանձնաժողովի ոլորտների մեջ մտնում են մի շարք հանձնաժողովի մեջ մի շարք ոլորտներ եւ գործառույթներ են մտնում, տարածքային կառավարում, վարչատարածքային բաժանում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր, վճարներ եւ այլն։ Ես նկատեցի, որ բացի էներգետիկայից դուք մնացած ոլորտների մասին թղթից եք կարդում։ Արդյոք ձեր առաջադրումը այս շատ կարևոր հանձնաժողովում խնդիր չի ստեղծելու հետագա գործառույթները ճիշտ իրականացնելիս։ Եվ ես ձեզ մի հարց եմ ուզում տալ, քանի որ նաև ժամանակին մինչև վերջերս եղել եմ ազգային փոքրամասնություններով հարցերով հանձնաժողովի նախագահ, կան չխոշորացված ազգային փոքրամասնություններով համայնքներ, որոնց դեպքում մենք ունենք պարտավորություններ իրենց ինքնությունը պահպանելու ելնելով չխոշորացնել, մի մասը խոշորացել է, բայց այլ հանգամանքներով, բայց այս համայնքները մնացել են եւ հիմա օրինակ նույն ծրագրեր իրականացնելիս կամ սուբվենցիաներ ստանալիս լրջագույն խնդիրներ են ունենում եւ կարծում եմ առաջիկա 5 տարիների լուծելիք հարցը ոնց եք տենում այս հարցի լուծումը, շնորհակալություն։ Ճիշտն ասած, ուղեղ չունենալու կամ ունենալու հարցը վերաբերում էր նրան, որ ոչ թե հակառակ առումով ես ասում եմ պետք չէ ուղեղ ունենալ կամ պետք է ուղեղ ունենալ, դա հասկանալ կամ չհասկանալու համար։ Ես ասում եմ, որ այն ինչ որ կատարվում է եղածը խեղաթյուրելի առումով, բացարձակ պետք չի ուղեղ ունենալ, լուրջ, մասնագիտական կրթություն ունենալ, մի քանի համալսարան ավարտել։ Շատ հեշտ է, անկախ ամեն ինչից իմ հարցը վիրավորական չի եղել, ես ինչքան տեսել եք այստեղից խոսելուց, համենայն դեպս անգամ ինձ ուղված որոշակի փոքր վիրավորական բաների համար ես չեմ օգտագործում այդպիսի խոսույթ։ Եթե ինչ-որ մեկին վիրավորել եմ, չեմ ցանկացել դա 100%-ով։ Երկրորդը, շատ ոլորտներ են մտնում այդտեղ, թղթից եմ կարդում։ Պարոն Հարությունյան, երբ որ ես տեսնում եմ իշխանության մեջ, որ նույն մարդը մի 10 տեղ աշխատում է, իմ մոտ այո, դա խնդիր է առաջացնում, հարց է առաջացնում, բայց ես հեռու եմ այն մտքից, որ օդում տիեզերագնաց պետք է լինեմ, ծովում նավաստի։ Ես չունեմ այդպիսի ամբիցիաներ եւ երբեք ինձ չեմ գերագնահատել։ Ես իմ կարծիքով, այսպես ասեմ, մեր ֆրակցիան վերցրել է իմ այսպես համեստ կարողությունները կազմակերպչական առումով, ինչպես նաև բարձրագույն կրթության, ինչպես պարոն Վարդևյանը նշեց, ամենայն հարգանքով բոլոր մասնագիտությունների նկատմամբ իրավագիտությունը բավականին զարգացնում է մի քիչ ավելի շատ, երևի թե կարող է սուբյեկտիվ հնչի կարծիքս, չասեք վիրավորական է, կազմակերպչական ունակությունները եւ այլն, իմ մասին շատ չխոսեմ։ Հիմա ֆրակցիան որոշել է այդպես։ Իշխող մեծամասնությունը որոշում է այլ կերպ, խնդրեմ։ Ես ընդամենը հասկանում եմ, որ այո, շատ մեծ է պատասխանատվությունը, շատ մեծ, անկեղծ ասած, այսպես վախենալու աստիճանի մեջ, բայց համագործակցելով եւ իմ ֆրակցիայում գտնվող մեր ընկերների, ովքեր տարածքային կառավարմանը լավ ծանոթ են, նաեւ ովքեր ձեր խմբից կլինեն, աշխատելով այսպես այդ մարդկանց հետ ի բարօրություն մեր համայնքների, մեր հասարակության։ Ինչ վերաբերում է թղթից եմ կարդում, ելույթի, այսպես ասեմ, համապատասխան մասնագետների հետ բնականաբար խոսել եմ, այնպես չէ, որ ես միայնակ պետք է դա անեմ, ու դա շատ նորմալ է, իսկ էներգետիկայի ոլորտը կարծում եմ, որ շատ նորմալ է, որ ավելի լավ եմ տիրապետում։ Ինչ վերաբերում է չխոշորացված համայնքներին, ճիշտն ասած ծանոթ չեմ, որ համայնքներն են խոշորացվել, որոնք ոչ,
Կարծում եմ, եթե փորձը կա արդեն ազգային փոքրամասնությունների հետ կապված համայնքները խոշորացնելու, պետք է նայել մնացած ինչի չի խոշորացվել։ Եթե կա առանձնահատուկ խնդիրներ, հասկանանք։ Ինչ վերաբերում է սուբվենցիաներին, այստեղ կարելի է առանձնահատուկ մոտեցում էլ, այսպես բացառիկ դրսևորել։ Ուղղակի պետք է ուսումնասիրել հասկանալու համար դա։ Արձագանք։ Շնորհակալություն ձեր արտաբերած արտահայտության հետ կապված քննարկում չի ուզում անել, բայց լավ է, որ ընդունեցիք։ Ինչ վերաբերում է առհասարակ իրավաբանությանը, ես մի բան կարող եմ ասել, ես շատ լուրջ վերապահում ունեմ հայկական իրավաբանական դպրոցի հետ կապված, որովհետև կարծում եմ, որ մեր խնդիրների մի մասը կապված է հենց այդ դպրոցի բերած վատ հետևանքների հետ եւ այն դուք արտասեցիք այդ հարցը դրա մասին է խոսում նաեւ այդ բրգաձև կառույցի, որ մենք ընդամենը իրավագիտության մեկ ակադեմիկոս ունենք։ Շնորհակալություն։ Հիմա ես չկարողացա հասկանալ այդ դպրոցի ֆակուլտետի մասին էր խոսքը։ Հա։ Ձեր հետ համաձայն եմ մի մասով։ Ձեր իշխանությունում եղած եւ ձեր իշխանության այսպես տակ աշխատած այդ դպրոցը ավարտած դերի մասով միանշանակ համաձայն եմ, քանի որ իրենք խախտել են իմ հոր տրված խորհուրդը։ Երբեք չդավաճանեք ձեր մասնագիտությանը։ Մնացածը արդեն հարցրեք ձեր գործընկերներին, եթե կան կոնկրետ փաստեր խոսենք, որովհետև շատ գործընկերներ ունեն, որոնք այդտեղ սովորել են։ Պարոն Ասում եմ, Ղազարյան, ձեր մոտ աշխատողները մինչև 18 չեն ավարտել։ Լուրջ։ շատ լավ, բանավեճի չենք վերածում, պարոն Ղազարյան, բայց այնուամենայնիվ կարծում եմ, որ դատական իշխանության ներկայացուցիչների եւ դատավորների նկատմամբ վիրավորական է օգտագործել ձեր իշխանության տակ աշխատած դատավորներին, որովհետեւ դա այնուամենայնիվ դուք եք անդադ գալիս խոսում դատական իշխանության անկախության մասին, պարոն Ղազարյան, խնդրում եմ մի ընդհատեք։ Դատավորի մասով չեմ ասել եմ ավարտածների մասով։ Ես ճիշտ ասած դատավորների նկատի չունեի այդ մասով։ Շատ լավ, լավ է, որ պարզաբանեցիք։